Հերթական բարի լույսն եմ, այսօր արտնացել եմ հրաշալի տրամադրությամբ, բայց մի տեսակ ներվայնացած, ասեմ ինչի, գիշերը ինձ համար ասում եմ մի հատ հաղորդում նայեմ հայաստանյան, շատ հավես հաղորդում էր, ուղղակի մեջի որոշ մարդկանց էր պետք վտարել այդ տեղից, կամ բացատրել, որ պետք է մի փոքր էթիկայի կանոններին տիրապետեն, մի փոքր զարգացած լինեն, ուրեմն հանդիպումներ են, որը շատ հավես է, իմ ընկերներն են վարում, այն որը հովեսով նայում են, որտեղ ամբողջ աշխարհը տենց հաղորդումներ նմանատիպ ունի, նույնիսկ մտածում եմ, մտքուս ինչ հավես կլիներ, ես ընդեղ լինեի, բան, տենց ոբշեմ մասնակցեի եւ այլն, հիմա վստահ եմ նայողներից ոմանք մտքում, հա չէ միջի դու իր մնաց է պակաս, բայց ես թքած ունեմ, խոսքով սիրուն իրենց համար նստած են, եկե խեղճ ասում է, հա ես մոռացա ասեմ, որ ես ամուսնացած եմ, որ աչքերի տակ մի փոքր փոսի կա կամ մի փոքր մուքություն կա, ծիրանագույնից մի երկու տոն մուք ենք քսում, իսկ եթե զուտ այնա ինչ որ ես ունեմ, զուտ քսում ենք ծիրանագույն, այսինքն տարբերություն եթե շատ չկա։ Անկեղծ ասած, քանի որ այդ թեման ինձ համար ասենք նրանց անցողիկ թեմա է, չֆիքսեցի, երբ որ այդ աղջիկը ասեց, գիտես, ամուսնացած եմ, մի պատասխանի այդ ռեակցիան, բայց այն հաջորդ ռեակցիան, այս են վերջացած շարլոտներ, բայց քամում ենք իրան, որովհետև շատ լավն է, համե որ իմացա պրոֆիներն էլ, յանի մենք է բան ենք էլի, չոլից ենք եկել, լավ ինչև հետո իմացա պրոֆի մարդիկ հարսին եւ այլնին էլ են այս սկսում, ասի յաբոքո, ես որպես տենց Էգզեմպլյար է առե, անիմաստ։ Մեկ էլ ես տղան սենց են, կարող եմ մի հատ է ասես երեխա ունես, հատա գլուխս պայթից։ Որոր բանից է մեզ մոտ, երեխա ունենալ է եղե հիվանդության նման մի բան կամ ամոց մի բան, որ տենց հարց եք տալիս։ Չէ, ինձ իրոք հետաքրքիր է, որովհետև այս տղեկն էլ Հայաստանցի իմոնք, կան նենց մի հատ ինքնասիրահարված են, դու որ այդ հարցը տենց տալիս ես, դու քանի տոկոսով ես վստահ, որ դու վաղ ամուսնանաս, որից ես վրցինով լրիք քսեցի դեմքս լավ մի հատ անցնեմ սենց, որ դու ամուսնանաս վաղը մյուսօր դու երեխա ես ունենալու, ու կինդ լավ, չնայած քո դեպքում, ուզում եմ հասկանամ այդ մենթալիտետը ձեր երբ է վերջանալու, էդի հələ հեչ երեխեն էլ հեչ, տարիքին են կպնում, մեծ ես, փոքր ես, Այս ուր ենք հասել, որ նժարներ եք դրել, որոնք վաղուց արդեն, ասեմ ավելին, մեր պապերը պապերից առաջել, այնքան ձեր դրած սահմանները խախտողներ են եղել, որ դուք ձեր այդ մի հատ վերաբերմունքով ու ժեստով կնոջը ուղղակի վիրավորում եք։ Եթե կինը բաժանվել է եւ ունի երեխա, դա դատապարտվածություն չի։ Եվ հետո այդ նույն մարդիկ, ովքեր ասում են, վստահ եմ իրանց ազգում ունեն շատ քույրեր, իսկ բաժանվելը դեռ ոչ մեկ չի հետաձգել, սիրելի տղամարդիկ։ Ուղղակի լավ այդ աղջիկը համբերատար պատասխանում էր հարցերին, դուք չեք պատկերացնում ինչ կլիներ այդ ժամանակ, եթե ես լինեի այնտեղ կամ իմ տեսակի մարդիկ։ Իսկ հիմա ամենացավոտին եմ այդ դեպքում կպնում, բռնվեք ուշադիր եղեք։ Տղերք, ուշադրություն, երբ որ պատերազմից հետո մեր հերոսները վերադարձան, անշուշտ որոշակի մասը որևէ վիրավորում ստացած վնասվածքներով, բազում աղջիկներ չնայելով այդ ամենին ամուսնացան շատ հերոսների հետ։ Կախ նրանց ինվալիդության աստիճանի։ Իսկ քանի տղամարդ համաձայնվեց ամուսնանալ զոհված հերոսի կնոջ հետ, ով որ ունի 4 երեխա, 3 երեխա, 1 երեխա, ոչ մեկը, թե շատ քիչերը։ Ես համայն աշխարհով ձենս գցում եմ գլուխս, ասում եմ, մեր Հայաստանն առաջին բանն է, ավելի առաջադեմ է, Եվրոպայի նման են, քան դուք ստեղ, որ հետ եք մնացել, բան, հետ եմ վերցնում բառերս, որովհետև մեկը ոնց մեր արունների մեջ մեր դախությունը եւ մենթալիտետը եղել է, որը շատերին խանգարել է իրական երջանիկ ընտանիք ունենալ, մնացել է եւ արդեն վստահ եմ, որ մինչեւ ես իմ երբ կմնա։ Ես չգիտեի, որ կինը, որ ունի երեխա
դատապարտված է հայաստանցի տղամարդկանց որոշ լեզուսերա պատանում։ Անենց վիրավորված եմ, դուք չեք պատկերացնում։ Ու փառք Աստծո, այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես մինչև իմ երեխա ունենալը իմ ամուսնությունն եմ այդ կարծիքը ունեցել։ Ոչ մեկ մեղավոր չի այն ճակատագրին, որը որ իրեն ընձեռնված է։ Մեղավոր ենք մենակ այն հարցում, որ ընտրությունն ենք անում ոչ ճիշտ կամ ճիշտ ուղղակի կեսից շեղվում է ինչ-որ մի բան։ Ոչ մեկ իրավունք չունի դիմացին մեղադրելու։ Չնայած նրա, որ հիմա իմ խոսքերը ամբողջ է, կարող եք վերագրել մեղադրանքի, բայց ցավալի փաստ է, որ այս դարում էլ եք կնոջը դատապարտում, որ ինքը բաժանվել է։ Այս դարում էլ եք դատապարտում, որ կինը երեխա ունի։ Այս դարում էլ եք դատապարտում, որ ինքը տարիքով ձեզնից մեծ է, բայց ձեզ շատ է դուր եկել։ Դատապարտում եք ինչի համար, որ մամային նստիկ ու ասեք, գիտես ինքը մեծ է, ես չեմ ուզում, բայց մտքումդ ափսոսանք ապրես ու մաման ասի ապրի ու տղեն, բա չեն գնալու խալխի նախքին կնգան կամ խալխի եկա պարավին քո համար ուզեինք։ Ինքնուրույն խելքից ինչ կա, որ Քրկնես Լավրումյանայա, լաբլաշ, բայց Միլանիա։ Ինչի եմ ասում, բայց որովհետև պարտադիր չի լիներ զիոր որ լիներ լավը։ Լավը մնում է, լավը։ Մի հատ սերունդ էլ կա 25-ից մինչև 30 տարեկան, որոնց հատուկ ուզում եմ ասել շնորհակալություն, որովհետև ես շատ-շատերին եմ ճանաչում, ովքեր եթե առաջ օրինակ բաժանված կնոջ հետ են շփվում, ասում են, դες իրացն է, հետո կամուսնանա մի հատ տան աղջկա հետ, էլի։ Այս դեպքում ես շատ օրինակներ ունեմ, երբ որ այդ սերունդը եւ ամուսնանում է, եւ սիրում է գժի պես, եւ փայփայում է, եւ իրենցից մեծ կանանց, եւ կանանց ում բախտը ուղղակի չի բերել, կամ դժբախտացել են, եւ դառնում են հրաշալի ընկեր իրենց երեխաների համար այդ տղամարդիկ։ Ես իրոք ողջունում եմ այդ սերունդին, եւ իհարկե շատ-շատերը կան, անկեղծ շատ-շատերը կան, բայց որոշային տոկոսայնությունից ջահելների մեջ կա այն, որ տենց 22 նոց, 23 նոց, սենց ասեմ, եւ կա մի քիչ ավելի տենց 40-ից վերևների մեջ։ Մեր մոտ խառնակ 30-ից 40 սանդղակը, բայց վիրավորական էր այդ ամեն ինչը, լուրջ եմ ասում։ Ես լավ անձրև ա գալիս, ու այս թեման էլ ինքնից խոցելի էր, բայց երևի թե տեղին էր, որովհետև ախր ես գիտեի ստեղ Ամերիկայում են մարդիկ, ստեղ ծնված մեծացածները փորձում էր հին, ոչ բարով տեսակ կամի հատ ավանդույթի պահեն, բայց փաստորեն Հայաստանի Հանրապետությունում էլ շատ քիչ բան է փոխվել, ցավոք սրտի։ Վիրավորական է ինչ խոսք, ցավալի է ինչ խոսք, բայց ճշմարիտ։ Հիմա կոնկրետ խոսքս վերաբերվում է կանանց։ Սիրելի կանայք, եկեք մեզ մի քիչ գնահատենք, շատ չէ, որ նմանատիպ թեմաներով, նույնիսկ կատակով, ոչ մեկ առանց ձգելու էլ կսում եմ, իրավունք չունենա, իրեն իրավունք չվերապահի, որևէ բան ձեր մասին խոսի։ Անջրևը մեր չկա։ Չկա որևէ հին բան, մենակ մենթալիտետը։ Այսօր ոգևորվածությունից սիրուն սուրմա կսեցի։ Ես մի աչքսեմ էլի կարում տես պագեմ, ես պեկը չի լիպ։ Ես այսքան տարվա մեջ երբևէ չեմ մտածել, որ եթե երեխա ունեմ, ուրեմն պետք է մտածել այդ տղեն ինձ կուզի, թե չի ուզի։ Լուրջ եմ ասում, ես մտածել եմ, այդ նորմալ է կամ էդի ոչ մի կապ չունի, կամ դա վիրավորական է, հասկանում եք։ Տեղից երևում է, թե չէ, հեսա չորանը, եւ երևի թե ես մաղթում եմ բարի օր, ուզում եմ որպեսզի աղջիկները մի քիչ ինքնասիրությունները ավելի լարեն
Եվ եթե շատ դեպքերում տղամարդիկ գրում են մեր արտաքին տեսքից, կոնկրետ ճանաչված մարդկանց արտաքին տեսքից կոմենտներում ձեն չենք անում, այդ չի նշանակում, որ իրանք հնարավորություն ունեն իրանք ափր-ցփր ամեն ինչ թույլ տալու։ Տղամարդը մի քիչ պետք է տարբերվի կնոջից, էլի։ Քրաշք եղանակով ասում եմ, մաքրեք ձեր սրտերն ու հոգիները։